Իսկ դուք գիտեք, եթե երկիրը դադարի պտտվել, ապա ամբողջ կյանքը վայրկյանի ընթացքում կփոխվի։ Օրինակ պատկերացրեք առավոտը մարդիկ քայլում են, ամեն ինչ հասարակ, ավտոմեքենաները գնում են, գործարանները սկսում են աշխատել, թեթև քամի է, բայց մի պահ ու միանգամից երկրագունդը կանգնում է։ Եկեք պատկերացնենք հենց այդ ժամանակ ինչ կկատարվի ամբողջ երկրագնդում ու ինչ կլինի առհասարակ։ Ինչ կլինի, իհարկե, եկեք այդ հարցի պատասխանենք։ Առաջի վայրկյանում երկրագունդը միանգամից կկանգնի, բայց չի կանգնի երկրագնդի վրա գտնվող իրերը։ Այսինքն շատ մեծ քանակությամբ ցունամիներ կլինեն, որովհետև այդ իրերը նորից կսկսեն հասարակածիում շարժվել մոտորապես 1670 կմ/ժ արագությամբ։ Մեծ ցունամիներ, երկրաշարժեր, մեծ քամիներ, տորնադոներ, այսինքն ամբողջ աշխարհում կլինեն շատ մեծ իրարանցումներ եւ իհարկե շատ մեծ կատաստրոֆաներ, որը իհարկե շատ վտանգավոր է։ Եկեք ուրիշ դրվագ էլ պատկերացնենք, թե ինչ կլինի, եթե երկրագունդը կանգնի։ Եվ իհարկե էլ ինչ կլինի, եթե երկրագունդը դադարի պտտվել, ապա մեկ օրը կտևի մոտորապես 1 տարի, այսինքն մեկ կիսագնդում կլինի 6 ամիս բավականին շատ շոկ, մյուսում բավականին ցուրտ եւ այդպես հակառակ կսկսի պտտվել։ Դա իհարկե ջերմաստիճանների տատանումները ահռելի մեծ կլինեն, այսինքն մի կիսագնդում բավականին ցուրտ կլինի, իսկ մյուսում իհարկե շատ շոկական է։ Այսպես որ հետևում եք էջին, վիդեոն լայքում եք ու կոմենտներում գրում եք ձեր կարծիքը։